Սահմանադրագետ փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու իրավական ճանապարհը։ Նախատեսվում է փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը խորհրդարանի միջոցով։ Դա հնարավորություն կտա հաղթահարել երկքաղաքացիության արգելքը վարչապետի պաշտոնի համար։ Որպես նախադեպ հեղինակները հիշատակում են 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների փորձը։ Մենք պետք է շարժվենք առաջ նախադեպ գուցե այստեղով։ Առավոտից մենք քննարկում ենք այս հարցը։ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվում է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ Եվ այսպես, քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 89-0 ձեռնպահ որոշումն ընդունվել է։ Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ եւ համախոհներ։ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հայրենակիցներին դիմելու հնարավորություն չտալուն այսօր անդրադարձել էր քննչական կոմիտեն, հայտարարելով, թե դատարանի որոշումները մեկնաբանելու լիազորություն չունի։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նման պատասխանը համարում է խուսափողական։ Փաստացի տնային կալանքի պայմաններում է գտնվում, որը իրավական առումով համարժեք է կալանքին։ Որքանով է ողջամիտ պատկերացնելը, թե ինչպիսի մեկնաբանություններ կկատարեն հենց նույն քննչական եւ դատախազության ներկայացուցիչները։ Կարծում եմ ակնհայտ է, որ դա մեկնաբանվելու էր որպես խախտում։ Իսկ թույլ չտալը, կարծում եմ պարզապես ոչ միայն քաղաքական հետապնդման, այլ քաղաքական գործընթացի հակամրցակցային վարքագիծ է։ Ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, բայց կարծում եմ նաև քաղաքական մրցակցության հավասարության տեսանկյունից այս աբսուրդային հետապնդումը կարող է եւ պետք է րոպե շուտ դադարեցվի։